Այլ բան է եղել այնպես որ բնակարան հատկացնելու համար, որ մարդիկ բնակարան են կառուցել դրա համար 60 հոդվածի հետ կապված, այդտեղ մենք բացատրություն ունենք շատ հանգիստ, գեղեցիկ ձևով եւ դրանով քաղաքապետը երբեք չի կարող մեղադրվել։ Ուղղակի սա եւս հերթական շոուն է, որ արվել է, կտեսնեք, որ դրանք ամեն ինչ կանցնի շատ հանգիստ։ Ցեզանից նաև ապօրինի գույք են ուզում, կարծում 12 Չեն կարող, անուն չեն կարող, որովհետև դրա բոլորի բացատրությունը կա, մենք ներկայացրել ենք, թե որտեղից ինչ ենք աշխատել, այնպես որ ես ամբողջ կյանքս աշխատել եմ, ցույց եմ տվել եւ այդ բոլորը մեր ուրեմն ադվոկատները ներկայացնում են, հաշվապահները ներկայացնում են, այնպես որ կտեսնեք, որ այդ բոլորի բացատրությունը կա, բոլորի բացատրությունը հատիկ տրված է։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ եւ ամբողջ քաղաքը գիտի, որ այն ժամանակ մարդիկ էլ չգիտեին գումարն ինչ բաներ, ես սովետական միության ժամանակ 5 հատ մեկի ջիպ են ժամանակ տներ, ամեն ինչ փարկասու ես մենք ունեցել ենք։ Պարոն Ղուկասյան, ձեզ համար տարօրինակ չէր, ամեն դեպքում, որ իշխանությունը ասում է ապօրինի գույք եւ այլն, բայց հենց իրենց շտաբը բացել էին այն տարածքում, Կինո Հոկտեմբերի շենքում, որը ասում էին, որ ապօրինի է սեփականաշնորհված եւ իրականում այդ շենքը պատկանում է նախկին հեղափոխական պատգամավորի։ Ինչ ասեմ, գնացեք իրենցից հարցրեք, զարմանալի է, ամեն ինչը շատ զարմանալի է եւ ցավում եմ, որ այսօր Հայաստանի աշխարհում չկա մի երկիր, որ այսքան ուրեմն քաշող ուժը դատական process-ների մեջ է, այսինքն երկրի 30-ից մոտավորապես 50% ժողովրդի, որոնք շոկեքարշի դեր են տանում, բոլորը դատական process-ներում խնդիրներ ունեն, բոլորը։ Աշխարհում չկա մի երկիր, որ այսպիսի վիճակի մեջ լինի։ Զարմանալի է միանշանակ եւ ամբողջ սա արվում է լոկ նրա համար, որ մարդիկ թողնեն Հայաստանից հեռանան, որովհետեւ պատկերացրեք 29000 քառակուսի մետրի վրա ապրում է մոտ 2 միլիոն ժողովուրդ, իսկ 22000 քառակուսի մետրի վրա ուրեմն Իսրայելում ապրում է 9-ից 10 միլիոն ժողովուրդ։ Այդ տեսեք ու հլը մի բան էլ հիմա արդագաղթը ավելի շատ է, քան ներգաղթը, որովհետև դա ինչից է գալիս, որովհետև ոչ պետական ճիշտ կառավարումից, այսինքն դադել այնպիսի մարդկանց, որոնք ստեղծում են աշխատատեղ, դադել այնպիսի մարդկանց կամ տերորի ենթարկել այնպիսի մարդկանց, որ երկրի ուրեմն ուժն են հանդիսանում եւ աշխատատեղեր են ստեղծում։ Դա հավանական է ինչ ծրագիր է, պետք է մենք հասկանանք եւ բանկային համակարգը, ինչ որ հիմա բանկային համակարգը, որ արվում է Հայաստանի Հանրապետությունում, դա միանշանակ նպաստում է արդագաղթին։ Այստեղի ուրեմն աշխատողները, գործարարները երբեք չեն կարող հաջողություն ունենալ, որովհետև եթե 18-ից 16%-ից մինչև 25%-ով մարդիկ վարկեր են վերցնում, իսկ ամբողջ աշխարհում 2-ից 4% է, ստանում են վարկերը 0.25%-ով ու ամեն մեկը բանկ է բացում իր համար եւ տալիս է ժողովրդին, մինչև այդ բանկային համակարգը, մինչև այս դատաիրավական ոլորտը, ուրեմն չվերանա այս ձևի չմոդեցում ցուցաբերեն, Հայաստանի Հանրապետությունը ավելի վատ վիճակի մեջ է լինելու, լավ իմացա։ Պարոն Ղուկասյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր անդամների գրառումներն էին ընթերցում։ Իրենք ասում են, որ մոտ 17000 ձայն է ստացել Սարիկ Մինասյանը եւ ամեն ինչ լավ է լինելու։ Սա ինչ է նշանակում։ Ինչ որ բան են ծրագրում ըսես։ Ես կարող եմ մի բան ասել, որ իրենք ընդհանրապես խոսելու տեղ չունեն։ Ինչ ձևով որ իրենք ընտրություն արեցին, ինչքան որ ուրեմն գումարներ բաժանեցին, ինչքան որ դուք ֆիքսեցիք, ինչ տեսակ բան արեցիք, այդ բոլորը ամբողջ ժողովուրդը գիտի, քաղաքի բնակչությունը լավ տեսավ, թե ինչ արեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, քվեարկեցին, ինչքան շենքեր կա, որ չկա, գոյություն չունի, բայց այդ շենքերը ոնց որ կանգնած, չգիտեմ, մարդիկ գնում են այդտեղ ընտրություն են անում, ու այնպեսի ուրեմն պատկերացրեք, շենքեր կա, որ գոյություն չունի, այդ շենքերը փլվել է, ուրեմն նախկին բնակիչներին, ես չգիտեմ, իրոք այդ բնակիչներն են թե ոչ, գրանցել են այդտեղ եւ այդ սկզբունքով ընտրություններ են կատարել այդ սկզբունքով ու հələ խոսելու տեղ ունեն, ընդհանրապես խոսելու տեղ չունեն, ընդհանրապես այսքան պետ ամբողջ Հայաստանի ԿՊ-ն ուրեմն այստեղ էր լծված ու այդքան ձայն են հավաքի, այնը այդ սկզբունքով, էլ ինչ ասեմ, ու հələ մի բան էլ իրենք խոսում են, խոսելու ինչ ունեն, ժողովուրդը իրենց գնահատականը տվեց, ժողովուրդը իրենց գնահատականը տվեց եւ իրենց մեջ
ես իրենց միջից լուրջ խոսակցություններ գիտեմ, թե ինչ են ասում վերադաս կառույցները այստեղի մնացածներին։ Այսինքն ծեր ցերկից կարող է տանել։ Ահագին ուշ եղավ այս համաձայնությունը, ոնց որ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա, ով բարիշացրեց ձեզ Սրբազանը։ Ճիշտ ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, իրոք այդպեսի բան չի եղել, մենք հանդիպում չենք ունեցել, այսօր ուղղակի ես լսել եմ, ուրեմն իրենց գրառումներից տեսել եմ Մարդուն Գրիգորյանի գրառումը, այդպես է եղել։ Մենք իրար չենք տեսել, այո, միանշանակ ինչ խնդիր ունեմ, ես ընդհանրապես լսեք, ես բարի մարդ եմ, ես թշնամություն չունեմ, լավ իմացեք, ոչ վախ ունեմ, ոչ թշնամություն, վախենում եմ Աստծուց, մեկ էլ այն մարդկանցից, որոնք Աստված չեն ճանաչում, հասկանալի է, դա ասում էր Թեոդորոս Թագավորը Սուրբ։ Հիմա ես կրկնում եմ իրենց խոսքերը, գիտեցի, իմ ապրած կյանքը, բոլորը գիտեն, որ ես ինչ-որ մարդ չկա, որ վախենամ, քաշվեմ, կհարկեմ, եթե հարկելու արժանի է, իսկ եթե ոչ, ես բարի մարդ եմ, հասկանալի է, նորից եմ կրկնում, ինչ է պատահել։ Պարոն Ղուկասյան, դուք նաև մտավախություն ունեք, որ հենց համաձայնության կան ձեր անձի շուրջ, որ դառնա քաղաքապետ, կարող է իրավապահները այլ գործառույթներ սկսեն իրականացնել։ Արդեն պլանավորած ունեք դրանց հետո ինչ է լինելու։ Այո, ես դրա վերաբերյալ ասել եմ, եթե հանգարցակի, ուրեմն անօրինական քայլեր կատարեն, անօրինական, անմեղ մարդուն վերցնեն տանեն, ուրեմն հեղափոխությանը պատրաստվեն, այստեղից շատ արագ, շատ շուտ է լինելու, շատ շուտ, ամբողջ ժողովուրդը ոչ միայն Գյումրի, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կտեսնեք ոնց են ոտի հանելու եւ դրսից կտեսնեք ինչ կլինի, ինչքան շուտ անեն, այնքան լավ կլինի, որ այդպես է։ Պարոն Ղուկասյան, դուք հայտարարեցիք, ձեզ երբ որ ոստիկանություն էին տարել, երբ որ դուրս եկաք, ասացիք շատ համը չհանեն, թե չէ վարչապետ կդառնամ։ Օրինակ դու չես ուզում, որ ես դառնամ։ Ես գիտեմ, որ դուք էլ եք ուզում, ոնց որ։ Ով համբերենակեց է։ Լսի, ասում է լավ է Աստծո կամքով մի ворդ ճիճու լինեի, քան մարդկանց կամքով թակավոր եւ իշխան։ Եթե Աստված կամեցավ, ուզես թե չուզես, ուրեմն քեզ այնպես կանի, որ դու կգրաս, սիրուն, ամեն ինչ կլինի։ Եթե Աստված չկամեցավ, ուրեմն ում է պետք որ դու առաջնորդվես ինչ որ մի քայլ անես։ Բոլոր ճանապարհները ի վերուստ է։ Եթե դուք մտածում եք, որ մազը սև ու սպիտակ անգամ դուք չգիտեք, Աստված է անողը։ Ամեն գիտեր ու տիրական Աստված է։ Հիշեք, ես այս խոսքերը պատական չեմ ասում։ Եթե Աստծո կամոք է, փառք կամեցածին։ Եթե ոչ, ուրեմն ոչ մի բան։ Պարոն Ղուկասյան, ձեզ հնարավորություն է հիմա տրվել միանձնյա իշխանություն ստանալու, քանի որ պաշտոններ չեն ակնկալում։ Ամեն դեպքում դուք նստելու եք, բանակցելու եք իրենց հետ, որոշակի բաներ առաջարկելու եք։ Օրինակ ես հիմա մի հատ առաջարկություն եմ անում, հենց այս պահին։ Օրինակ Ռուբենին, որպես մշակույթի ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց իրեն հիմա մշակույթի բաժինը ինքը ղեկավարի, շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ ինքը ղեկավարի աշխատենք միասին։ Հենց հիմա այս հայտարարությունը ես տարածեցի։ Փոխքաղաքապետ արդեն հայտնի է, չէ՞, Առաջի ասացիք։ փոխքաղաքապետը միանշանակ ոչ, երկրորդ փոխքաղաքապետը, որը կցանկանան, կարող եմ առաջարկել։ Առաջին փոխքաղաքապետն ով է լինելու։ Առաջի փոխքաղաքապետը լինելու է Ավետի Սարաքելյանը։ Եվ ինչ է կարծում, պարոն Ղուկասյան, ԿՊ-ն որ ի նշան բողոքի կբոյկոտի եւ ավականու առաջին նիստին չի մասնակցի, թե արդյոք անպայման կօգտագործեն ձեզ եւ Դե ես հիմա բանը Նաստրադամուսը չեմ, կաբրենք կտեսնենք, կգնանք կտեսնենք, հիմա այդպես մի երկինքից բան չի։ Հանգիստ եղեք, բոլոր դել ես ուղղակի հանգստություն եմ բոլորից մաղթում, ցանկանում եւ հույսով եմ, որ լավ կլինի, մենք շատ լավ գործեր ունենք անելու, ռազմական դպրոց ենք բացելու քաղաքում, որ երիտասարդներին 8-րդ 10-րդ դասարանի պետք է անպայման այնտեղ սովորացնենք այս թրջող անօտաչու սարքերը կառավարելը, սովորեն թե ոնց օգտագործեն, արդադրել, հրանոթներին ծանոթ լինել, այնպեսի լավ այդպեսի մասնակիցների ենք հրավիրելու, ուրեմն ես մինչև այսօր եկեղեցիներ էի կառուցում, իմ անձնական հնարավորություններից անպայման այդ դպրոցին տրամադրելու եմ, դրսի մեր հայերին ովքեր որ հանգարց ցանկություն ունենան մասնակցել, այնպես որ մենք այդպիսի բաներ ենք անելու քաղաքում, շատ լուրջ ծրագրեր ունենք, պետությունից պահանջելու ենք Գյումրիի հասանելիքը, այնպես որ այն մարդիկ էլ, որոնք այսօր հողհատկացումները ձեռքերը
թույլտվության են սպասում, շին թույլտվության են սպասում, 10 տարիներով սպասում են, դուք տեսեք ինչ արագ, այսպես լավ խոսք կա Գյումրվա, շփշփալ են տալու է մարդկանց, առանց տանել բերելու, առանց քաշքշուկներ, առանց հախ վերցնելու, արագ լցնելու են, որ մարդիկ կարողանան քաղաքը կառուցել։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն բալասանյանական կադրերից արագորեն, այսպես ասած, ազատվեց քաղաքապետարան գալուց հետո։ Դուք իրենց կադրերից ազատել Ես ասել եմ, կադրերի վերաբերյալ այսպես է, ով մասնակետ է աշխատելու է։ Ով լուրջ մասնակետ է, ուրեմն ուզում է աշխատել, ես խնդիր չունեմ իրենց հետ։ Իսկ ով, ասենք, ձիու խոտեր պետք է անի, բան պետք է անի, ուրեմն քաղաքական առումով է այդտեղ գտնվում, իհարկե անելու բան չեն ունենա։ Եվ եթե դրսում էլ կան մարդիկ, որոնք հիմա ընդհանուր ինձ հետ չեն մասնակցել այս Քարոզ Արշավին, բայց իրենք լուրջ մասնակիցներ են, ես մի քիչ առաջ ասեցի, անպայման հրավիրելու եմ, ոնց որ արեցի 99 թվականին։ Դռները ծեծելու են, ասելու են, եկեք աշխատեք։ Գլխավոր ճարտարապետի հետ դուք եք աշխատել, գիտեմ որ Տորմուս Հենդոին միանգամել դուք եք ձեր խոսքում նրա մասին նշել։ Նորից պատրաստում եք իր հետ աշխատել, թե միանշանակ իրան ազատելու եմ, բայց պահելու եմ որպես բան, օրենքները գիտեցող, առանձին այդ կաբինետը ինքի չի մտնի, առանձին տեղ եմ տալու իրեն, հերու, ուղղակի խորհրդատվություն այդ ոլորտի հետ կապված, բայց ինք այդտեղից դուրս է գալու, այ առաջ անգամ ասում եմ։ Հասկացար, Տորմուս Հենդոն այլևս անելու բան չունի այդ կաբինետը։ Այո, այն գլխից իրան ասում են Տորմուս Հենդո։ Պարոն Ղուկասյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ձեզ չեք համարում խոցելի, քանի որ ժողովուրդն է։ Այո, միանշանակ։ Թիգոնքին կանգնած։ Միանշանակ։ Այո, ինչ խոսք։ Ես ասեցի, ձայն բազմա ձայն Աստծո, բազմության ձայնը դա Աստծո ձայնն է, առանց կեղծիկի, առանց փողի, առանց կեղծիկի, առանց ուրեմն հրամայականի, որ եթե հանգարց մտակ ԿՊ-ին չնդրեցիք, ուրեմն ազատվելու եք աշխատանքից։ Պետք է նկարեք, նկարը բերեք ցույց տակ։ Երկրորդ համարի քվեաթերթիկը հետները դուրս պետք է բերեք։ Առանց այդպիսի սկզբունքների մշտական ես ընդրվել եմ, թող այ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտի աշխատակիցները թող ասեն։ Իմ ընդրությունների ժամանակ որևիցե մեկին ես այդպես ստիպել եմ, որևիցե մեկին նմանատիպ բան արել եմ, կամ ասենք փող բաժանելու իմ ընդրություններին ես մի անգամ փող բաժանել եմ, այդքան քաղաքապետ եմ դարձել։ Հիմա այնտեղ այդ երկար տարիների աշխատողներ կան։ Թող բոլորը բարձրաձայնեն ու ասեն։ Այսինքն այն կարծրատիպը, որ նախկին ներկա այսպիսի խոսույթ էին ձևավորել, այդ արդեն չի անցնում։ Հա, այս ընդրություններով դա բացուցվեց։ Նախկին ներկա ասելով ինչ ենք հասկանում, որ ինչ։ Դե այդ խոսույթը, որ ասում են նախկիններն են գալիս։ Եթե նախկինները, որ ասում են նախկինները, ուրեմն նախկինները իրենց հայրերն են, իրենց մայրերն են, ուրեմն իրենց հայրերն ու մայրերը գող են եղել բոլորը։ Գիտեք ինչ կա, սարսափելի խոսակցություն է։ Այս երկիրը կառուցվել է նախկինների, ուրեմն հայրերի, մայրերի, պապերի ու մեծ պապերի կողմից։ Հիմա այստեղ գալու ասել բոլորը սենց են բան ու մարդկանց պիտակավորել։ Ուրեմն Արցախյան պատերազմի հերոսներին այդ ձևի տուշոննի, մուշոննի բերեցին, կապեցին բան։ Ու իրենց էլ այսօր այդ անունը ճակատներին դաջված պտտվում են ու կարելի է այդ խոսքը ընդունել հիմք ու դրա հիման վրա ինչ որ գնահատական տալ, համբերեք։ Գյումրեցիք ասում են ինչ բրտես չանաղը դեն կուկա գդալդ։ Կկան երդասարտներ իրենց կասեն, արդեն ասում են իրանց համար։ Մի բառ, գիտեք չէ որն է։ Որն է, ասա, ինչ են ասում իրանց համար։ Ազնիվություն ունեցի ասա։ Դե ասա։ Համարձակություն ունեցի։ Այ վախենում եք, պետք է չվախենաք, դավաճան են ասում, այո, ինչ են ասում։ Մի վախեցեք։ Ասեք, երեխեք ջան, ասեք, մի վախեցեք։ Ասեք, այդ բան ունեք ասելու։ Տեսեք, մենք գյումրեցիներին տվեցի հարցազրույց։